Մի քանի օր առաջ, 2 օր առաջ ինքը այսպիսի արտահայտություն արեց, որ մենք բանակի ստեղծումը 0-ից ենք ստեղծվել։ Իրականում 0-ից է մեր բանակը կառուցվել, ժողովրդի ուժերով, միասնական ջանքերով։ Այդ բանակը հաղթանակած է եղել տարածաշրջանում մրցունակ, որովհետև նույն հակառակորդը չի կարողացել ոչ մի գործողություն իրականացնի, մեր նկատմամբ միջազգային առումով փոխգործունակ, որովհետև մենք բազմաթիվ զորավարժությունների ենք մասնակցել եւ ապացուցել, որ մենք մարտունակ ենք։ Եվ այսօր ուզում եմ այս ամբիոնից մեր հայրենիքից, մեր բոլորի հայրենիքից Նիկոլին պատասխանել։ Դու բանակի 0-ից ստեղծման հետ բացարձակ կապ չունես։ Դու բանակի զրոյացնելու հետ անմիջական կապ ունես։ Դու ես մեր բանակը քայքայել, դու ես որ ոչ մի բան չես արել մեր պաշտպանությունն իրականացնելու եւ դու ես որ բազմաթիվ միլիարդների զինամթերք ես թողել հակառակորդին եւ հետ վերադարձնել մեղքը գցելով ուրիշների վրա անվանելով որ փախել է։ Հիմա ինչ ենք մենք անելու բանակի հետ կապված։ Կարճ ասեմ, որ նախ եւ առաջ հայեցակարգն է փոխվելու, հայեցակարգի հիմքում դրված է լինելու մարտունակ բանակը։ Այս իշխանությունները ասում են պաշտպանունակ բանակ։ Պաշտպանունակ բառը վերաբերում է պետությանը, որը որ իր մեջ ներառում է տարածքի, բնակչության, բոլոր ենթակառույցների, բարոյական մակարդակի, հավաքական կամքի, միասնության եւ ամենակարևոր նաեւ նույն մարտունակ բանակի։ Իսկ մարտունակ բանակը նշանակում է մարդ վարելու ունակ բանակ, վերականգնելու ենք այդ մարդ վարելու ունակությունները։ Առաջին հերթին համալրման հետ կապված աշխատանք ենք տանելու, որովհետև այսօր բանակի համալրումը այս իշխանությունները թեկուզ բանակի հարազատ կառույցն է, այս իշխանությունները ձախողել են իրենց կեղծ ատեստավորման, այսպես ճակերտավոր ասած ատեստավորման հիման վրա։ Մենք բանակի ողջ անձնակազմի բազային աշխատավարձը բարձրացնել են։ Ողջ անձնակազմի բազային աշխատավարձը, ընդ որում նաև պայմանագրայինների առանց որևիցե մի քննությունների, որովհետեւ սահմանամերձ գորիսեցին, սյունեցին, հնարավորություն ունենալ գյուղատնտեսության հետ մեկտեղ, նաև ծառայությունը տանել իր սահմանի անվտանգությունը ապահովելու համար։